Ինչպես գիտեք, վերջերս կայացած հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում նախագահ Սարգսյանը հիմնավորելով կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը միաժամանակ նաև կուսակցության անունից մի քանի ծրագրային առաջարկ հնչեցրեց ուղղված իրական ընդդիմությանը եւ այդ առաջարկությունները բնականաբար ոչ միայն քաղաքական հայտարարություններ են, այլ նաև գործնական հեռանկար ունեցող մոտեցումներ, որոնց ընթացքում մենք փորձելու ենք մեր լումաններ դնել ընդդիմության հաղթանակում։ Այդ 4 առաջարկություններն էին, առաջինը մեր ծրագրային մշակած Պոստ-Նիկոլ շտեմարանի տրամադրումը ընդդիմադիր կուսակցություններին, նրանց ովքեր կհետաքրքրվեն։ Երկրորդ առաջարկությունը վերաբերում էր քաղաքական եւ միաժամանակ բարոյական հայտարարագրին, կախված այն հանգամանքի հետ, որ ոչ միայն կուսակցությունները ընդդիմադիր, այլ նաև իրենց ցուցակում ներառված առաջին 30 համարները կվերցնեն իրենց վրա նաև անձնական, բարոյական, բացի քաղաքականից պարտավորություն որևէ կերպ չհամագործակցել Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ հետընտրական շրջանում, բնականաբար ավելի կարևորը։ Մեր երրորդ առաջարկությունը վերաբերում էր մասնակցության արշավին, որը իրականացվելու է որ գնան կարգախոսի ներքո, այսինքն գնացեք ընտրություններին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա, հեռանա, եւ չորրորդ առաջարկությունը վերաբերում էր Երևանում մոտորերս կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Նախորդ 3, այսինքն մենք թվարկած 4 առաջարկություններից առաջի 3-ի հետ կապված աշխատանքները համապատասխան ընթանում են եւ այդ ուղղությամբ նույնպես մենք մեր խոսքի տերն ենք։ Այսօր ուզում եմ ավելի շատ ձեր ուշադրությունը գրավել, սևեռել եվրոպական քաղաքական համաժողովի հետ կապված մեր առաջարկությունների վրա։ Ինչպես գիտեք, եվրոպական քաղաքական համաժողովը շատ լուրջ միջազգային կլասի քաղաքական միջոցառում է։ Այդ ձևաչափը ստեղծվել է 2022 թվականից։ Իհարկե հայկական իրականության մեջ այն ունի շատ բացասական կոնոտացիա ինքնին, հիշեցնեմ, որովհետև 2022 թվականի հոկտեմբերին էր Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց, համաձայնեց այն դիրքորոշման հետ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում եւ Արցախից հրաժարվելու քաղաքական վերջնական, այսպես ասած, իր հայտարարությունը տեղի ունեցավ Պրահայում եվրոպական քաղաքական համաժողովի շրջանակներում։ Իհարկե կարող ենք այդ համաժողովը այդ պատճառով չսիրել, բայց չի կարելի երևի քննադատել կամ չսիրել պրոսպեկտը, ինչա թե այդտեղ խմած ժամանակ մեքենան վարի է տվել, այդ պրոսպեկտը մեղավոր չի, որ քվարով եղել է հարբած։ Նույն այստեղ է, քաղաքական համաժողովը եվրոպական մեղավոր չի, որ մեզ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, մեղավոր այնքանով, որքանով այդ քաղաքական լիդերները եվրոպական օգտագործում են Նիկոլի գործոնը ընդդեմ փաստացի հայկական շահերի եւ հայ ժողովրդի շահերի, առաջնորդվելով սեփական գերակայություններով, բայց համաձայնենք, որ մեր մեղադրանքի առաջի թիրախ այդ իմաստով եվրոպական առաջնորդները չեն, որքան Հայաստանը ներկայացնող ռեժիմը եւ ինքներս մենք, որովհետեւ հանդուրժում ենք այդ ռեժիմի առկայությունը առ այսօր։ Ինչևէ, ինչու են գալիս Երևան։ Գալիս են Երևան պարզ պատճառով։ Եվրոպական քաղաքական համաժողովի այդ անդամ են, ինչպես ԵՄ անդամ երկրները, այնպես էլ ոչ ԵՄ անդամ երկրները։ Ոչ ԵՄ անդամ երկրները ներառում են ոչ միայն հետսովետական երկրները, ինչպիսին Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան եւ այլն, այլ նաեւ բալկանյան երկրներ, Թուրքիա եւ երկրներ, որոնք Եվրոպա են, բայց ԵՄ անդամ չեն, քաղաքական իմաստով Նորվեգիա, Իսլանդիա, Մեծ Բրիտանիա եւ այլն։ Եվ քաղաքական այդ մարմինը տարին 2 անգամ գագաթաժողով է անում։ Մի հատ անում է ԵՄ շրջանակներում, մի գագաթաժողով, մյուսը անում է ոչ ԵՄ շրջանակներում։ Հիմա նախորդը եղել է Դանիայում, ԵՄ սահմաններում, գալիքը պետք է լիներ ԵՄ սահմաններից դուրս։ Այս սա մանրամասնում եմ, որպեսզի մենք հասկանանք նաև տրամաբանությունը եւ այդ գործողությունների եւ մեր առաջարկվող ծրագրի։ Երբ որ եվրոպական առաջնորդները որոշում կայացրեցին
համաժողովը հենց այս ժամանակահատվածում կազմակերպել Երևանում, ակնհայտ է, որ չեն առաջնորդվել պարզապես մի հատ ԵՄ, մի հատ ոչ ԵՄ սկզբունքով, այլ որոշել են գալ հենց Երևան, հենց այս օրերին, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը հայտնեն Հայաստանում գործող դավաճանական ռեժիմին։ Եվ սա է Երևանում այս օրերին կազմակերպվելիք Եվրոպական քաղաքական հանրույթի համայնքի գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը կտրականապես մերժելի է որպես երևույթ, որովհետև ակնհայտ է, որ իր մեջ պարունակում է նախընտրական միջամտության հստակ էլեմենտներ, անգլերեն դա կոչվում է electoral interference։ Այն ինչ որ եվրոպական համայնքը մշտապես քննադատում է այլ երկրների պարագայում, օրինակ մեղադրում է Ռուսաստանին, Մոլդովայի ընտրություններին միջամտելու կամ Թուրքիային, Բալկանյան երկրների ընտրություններին միջամտելու, ինքը անում է Հայաստանում։ Այսինքն լավ է, այս ձևաչափը լավն է, այս ձևաչափը պետք է մի օր գար Հայաստան, վատ է, որ գալիս է հենց այս ժամանակահատվածում եւ հենց այս մտադրությամբ։ Այսինքն լավ բանը վատ առիթով մեզ վրա փորձում են փաթաթել եւ սա իհարկե մերժելի է որպես քաղաքական որոշում եւ մոտեցում։ Գագաթնաժողովը, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի, նախընտրական խնջույքի։ Ակնհայտ է, որ բնական անվտանգային միջոցառումներից բացի Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որպեսզի եվրոպական հանրույթի ղեկավարները, իսկ դրանք մոտավորապես 40 երկրների պատվիրակություններ են, մի մասը առաջնորդած ղեկավարությամբ, մյուսը այլ կառավարական ներկայացուցիչները, որպեսզի այդ մարդկանց մեկուսացնի Հայաստանից եւ այլ ժողովրդից։ Այսինքն դուք տեսնում եք արդեն, քաղաքում երևում են այդ նախապատրաստական աշխատանքները, Նիկոլը ամեն ինչ անելու է, որ կոպիտ ասած իր քեֆը չհարանվի եւ եվրոպական առաջնորդները չառերեսվեն իրական Հայաստանի, մեր իրական Հայաստանի, ոչ թե Նիկոլի իրական Հայաստանի խնդիրների, ցավերի, շահերի եւ դժգոհության հետ։ Այն առաջարկը, որ մենք անում ենք, շատ պարզ է։ Այդ առաջարկը հակաեվրոպական չէ, այդ առաջարկը պրո-եվրոպական է, որովհետև մեր առաջարկության հիմքում ընկած են իրական արժեքները եվրոպական, ինչպիսին են ազատությունը, արժանապատվությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դեմոկրատիան, քաղաքական հետապնդումների բացակայությունը, ազատ մամուլը, այն ամենը, ինչ ոտնահարված է Հայաստանում այսօր։ Եվ չգիտեմ, գիտեք արդեն թե չէ, կա համապատասխան պաշտոնական կայք, բացվել է եւ իրենք ունեն իրենց խորհրդանիշը։ Այն երկու sense կլորակներ են, ինչ որ բան են փորձել։ Հիմա ներկայացնում եմ ձեզ մեր կողմից առաջարկվող միասնական պայքարի խորհրդանիշ, հակախորհրդանիշ, իսկ իրականում այս խորհրդանիշը ավելի եվրոպական է, քան այն, ինչ որ եվրոպացիները հրանցնելու են որպես իրենց բրենդ։ Մեր առաջարկած խորհրդանիշը սա է։ Մենք վերցրել ենք որպես հիմք եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք գագաթնաժողովի խորհրդանիշը եւ դրան տվել ենք ավելի ազնիվ տեսք, որովհետեւ Հայաստանում պարզապես երկու բաներ չեն, այսպես ասած, կլորակներ չեն։ Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Հայաստանում իրենք գալիս են այստեղ ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ գալիս են հիփոկրիսի երկդիմիություն քարոզելու։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է. սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մեր կոչը իրենց շատ պարզ է. դադարեք երկդիմիությունը, stop hypocrisy եւ stand for democracy, կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա եվրոպական արժեքների եւ հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա է, որ մենք առաջարկել ենք օգտագործել ասուլիսից անմիջապես հետո այս լոգոյի ֆայլերը բարձր, այսպես ասած, որակով կտեղադրվեն համապատասխան հարթակներում եւ առաջանցնելով ասեմ, որ ազատ են օգտագործման համար հանրապետականը չունի այստեղ որևէ հեղինակային իրավունքի կամ որևէ տենց էգոիստական նկրտումներ։ Հակառակը մենք առաջարկում ենք, որպեսզի բոլոր ակցիաները, որոնք պետք է տեղի ունենան այդ օրերին, իրականացվեն միասնական բրենդի տակ
եթե այս բրենդից ավելի իմաստալից եւ ավելի կրեատիվ լուծում կգտնեն ուղերձի իմաստով մեր ընդդիմադիր մյուս գործընկերները, խնդրեմ, եթե ոչ սա իրենց տրամադրության տակ է։ Եվ այսպես հանրապետականը մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի այստեղ գտնվելու փաստը բարձրաձայնելու համար երկու բլոկ խնդիրներ։ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը, այն է ժողովրդավարության բացակայությունը, եւ Արցախ իր բոլոր բխող խնդիրներով։ Արցախի մեջ մտնում է արցախայության վերադարձի իրավունքը, ամենակարևոր բանը կներեք քաղաքական խոսույթում ընդդիմությունը հաճախ սա մոռանում է, բացի մեզանից թող ներվի, գուցե չեմ լսել, այլ տեղ չեմ լսել իրոք, որ խոսքը միայն արցախայության վերադարձի իրավունքի մասին չէ։ Մենք չպետք է մոռանանք, թե ինչու է արցախայությունը հայտնվել Հայաստանում, որովհետև ենթարկվել է էթնիկ զտման, ինչը ցեղասպանական գործողություն է։ Այսինքն արցախահայության իրավունքների պաշտպանության առաջին բազային փուլը իր մեջ ներառում է միջազգային գործող մեխանիզմներով եւ հնարավորություններով այդ էթնիկ զտման ցեղասպանական գործողության հետ կապված դիվանագիտական եւ քաղաքական ջանքեր։ Այո, հետո վերադարձի իրավունք, նյութագույքային իրավունքներ, շատ կարևոր հոգևոր մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության իրավունքներ եւ իհարկե հայ ռազմագերիների հարցը Բաքվում, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառում։ Այսինքն մենք երկու բլոկ խնդիրներ ենք պատրաստվում բարձրաձայնել։ Այս միջոցառումները ներառելու են իրենց մեջ ինչպես բովանդակային մասնագիտական հարթակներ, այստեղ մենք դիմել ենք եւ առաջարկել ենք տարբեր հասարակական կազմակերպություններին, որպեսզի իրենք մեր աջակցությամբ, եթե կարիքը կա, ստանձնեն այդ առաջամարտիկությունը, օրինակ պատմել բազմալեզու ձևաչափերով Հայաստանում արկա իրավիճակի մասին փաստաբանների, իրավապաշտպանների, իրավաբանների, լրատվական միջոցների ներկայացուցիչների շուրթերով, այնպես էլ մենք առաջարկել ենք եւ իրականացնելու ենք նաեւ քաղաքացիական ակցիաներ, որոնք իրենց մեջ կրելու են հենց այս իմաստը՝ դեմոկրատիայի ճգնաժամ եւ Արցախ որպես խնդիր մեզ համար։ Ավելին, ես կարող եմ ջուր խնդրել, Հենրիկ ջան, ջուր կարող եմ խնդրել, ջուր կարող եմ խնդրել, շնորհակալ եմ։ Եվ ավելին, գիտեք, որ Հայաստանի մի շարք աջակցություն կներեք։ Գիտեք, որ Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցություններ անդամակցում են եվրոպական տարբեր ընտանիքներին եւ մեր առաջարկությունների մեջ նաեւ կա նամակի նախագիծ, որը մոտ օրերս մենք կքննարկենք մեր այլ գործընկերների հետ, որի գաղափարը հետեւյալն է. անկախ մեր քաղաքական տարաձայնություններից Հայաստանի ներսում, անկախ նրանից, թե մենք ինչ գաղափարական հիմքով որ քաղաքական ընտանիքների անդամ ենք, մենք հայկական կուսակցությունների ներկայացուցիչներս, որոնք անդամակցում են այս կամ այն եվրոպական քաղաքական ընտանիքին, պետք է միասնական բողոքի, դժգոհության եւ իրականության ձայն բարձրացնենք, եւ մենք առաջարկելու ենք այդ նամակի տակ միացյալ ստորագրահավաք անել, հիշեցնեմ ձեզ, Հանրապետականը եւ Ժառանգությունը ԵԺԿ անդամներ են Եվրոպական ժողովրդական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցությունը սոցիալ-դեմոկրատական ընտանիքի անդամ է, Բարգավաճ Հայաստանը կոնսերվատորների եւ բարեփոխիչների Եվրոպական ընտանիքի անդամ է, ՀԱԿ-ը եւ Լուսավոր Հայաստանը լիբերալ-դեմոկրատական եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ են, որքանով ես տեսնում եմ նաեւ հայաքվեն աշխատում է եվրոպական մեկ այլ քաղաքական ընտանիքի հետ, եվրոպական պատրիոտների հետ, եւ այստեղ պետք է նաեւ բանակցենք Արցախի կուսակցություններից մեկի հետ, նախկինում ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանի ղեկավարած կուսակցության հետ, որը ժամանակին անդամ էր Եվրոպական ազատական ալյանսին, որտեղ իրենք անդամ են։ Այսինքն, եթե մենք կարողանանք հայկական բոլոր քաղաքական եվրո անդամություն ունեցող կուսակցություններով գալ ընդհանուր այդ տարի եւ միասնական ուղերձել եվրոպական քաղաքական գրեթե բոլոր առնվազն հիմնական ընտանիքներին, կարծում ենք սա նույնպես կարևոր նախաձեռնություն եւ գործ պետք է լինի։
Հաջորդը, որ ես կցանկանամ ձեզ ներկայացնել, հետևյալն է, ամսի 4-ին է բուն գագաթաժողովը, մենք կարծում ենք, որ մեկ օր շուտ կսկսենք աշխատել զուտ միջոցառումների առումով հանրության հետ կապված աշխատանքների իմաստով, տեսանելի մասով, ամսի 4-ին կլինեն տարաբնույթ ակցիաներ, որոնք արդեն ասացի ձեզ, նվիրված են լինելու Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամին եւ Արցախի խնդիրներին, ամսի 5-ին Եվրամիություն Հայաստան գագաթաժողով է նախատեսված, այդտեղ նույնպես կլինեն մեր կողմից բողոքի եւ դժգոհության ակցիաներ։ Բնական է հիմա ես ձեզ չեմ պատմելու ակցիաների մանրամասն, այսպես ասած, տեղեկատվությունը չեմ հաղորդելու, դրա կարիք այս փուլում չկա, ավելին չենք ուզում շատ բաներ պատմել, որպեսզի իշխանությունը չկարողանա շատ, այսպես ասած, տեսանելի կերպով դա ճնշել, բայց մեր ուղերձը հետևյալն է, կանխելով ձեր հարցը նախ եւ առաջ, այո, մենք այս առաջարկությամբ սկսել ենք բանակցել, կոնսուլտացիաներ անել ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերի հետ։ Ես արդեն այդ հանդիպումն, ես եւ Դավիթ Հարությունյանը այդ հանդիպումները կամ արդեն ունեցել ենք, կամ այսօր վաղը շարունակելու ենք։ Հարցերին հետո կպատասխանեմ։ Բայց քանի որ հարցը չեմ ուզում օդում կախված լինել, առնվազն խոսակցությունների մակարդակով մեր ընդդիմադիր գործընկերները, ում հետ ես արդեն հասցրել եմ հանդիպել, կիսում են այն մոտեցումները, որ սա հնարավորություն է Նիկոլի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Նիկոլի մասին եւ նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի, եւ սա հնարավոր է անել։ Հնարավոր է անել հաշվի առնելով անգամ այս արդեն ասացի super security վիճակը, որ իրենք փորձելու են մարզամերգային համալիրում է լինելու միջոցառում այդ մարզամերգային համալիրը եւ շրջակա տարածք ակվարիում սարքել եւ չթողել որ մարդիկ շփվեն իրական հայերի հետ, իսկական քաղաքացիների հետ եւ իմ խնդրանքը եւ հորդորը մեր բոլոր քաղաքացիներին հետեւյալն է, անկախ նրանից թե քաղաքական, հասարակական, հանրային շրջանակները ինչպիսի միջոցառումներ կարող են նախաձեռնել եւ իրականացնել, ես խնդրում եմ ցանկացած հայի, ով իր աշխատանքի կամ կենցաղի բերումով այդ պահին կարող է շփվել, տեսնել եվրոպական պատվիրակությունների որևէ անդամի ղեկավարությունից մինչև նախարար, մոտենալ եւ իր դժգոհությունը հայտնել, մոտենալ եւ ասել, որ Հայաստանում իրավիճակը այլ է, մոտենալ եւ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարական չէ եւ թաքցնում է իրական վիճակը Հայաստանում։ Այսինքն շատ կարեւոր է, որպեսզի այս հարցը դառնա հասարակության սեփականությունը։ Չեմ ուզում մանրամասներ ասեմ, տեսականորեն այդ մարդիկ մնալու են հյուրանոցներում, հաց են ուտելու, տրանսպորտով գնալու են, միջոցառումներին տեսնվելու եք։ Այսինքն շատ կարևոր է, որ բացի նորից կրկնեմ, հասարակական, քաղաքական, հանրային շրջանակներից այս խնդիրը դառնա յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրության եւ թասիբի խնդիր, որ մոտենալ, չեմ ասում հենց Ուրսուլա վան դեր Լեյենին գուցե չստացվի մոտենալ, բայց այդ ժամանակ, երբ որ տեսնում ենք, շփվում ենք, սպասարկում ենք, տանում ենք իրանց, հաց ենք տալիս կամ հյուրանոց ենք տրամադրում համար, ասել իրականությունը։ Ես հասկանում եմ, որ այդտեղ կան ռիսկեր, բայց կներեք այդ ռիսկերն էլ նաև այն գինն են, որ մարդ վճարում է իրան մարդ զգալու համար։ Եվ սա կարևոր է, կարծում եմ, որ սա դառնա հանրության սեփականությունը։ Այս մոտեցումը ուզում եմ կանխել բոլոր տեսակի շահարկումները նորից, սա հակաեվրոպական չէ, հակառակը, ճիշտ հակառակը, սա իրական եվրոպական արժեքների արդյունացման, վերակենդանացման եւ արժեվորման հնարավորություն է Հայաստանի կողմից եւ հայ ժողովրդի համար, որովհետեւ այն վիճակը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, դա օրեցօր սաստկացող ավտոկրատիան է, օրեցօր սաստկացող ավտորիտար ռեժիմն է, դա հեչ եվրոպական արժեք չէ։ Հետևաբար մեր մոտեցումը այս երկու օրերին լինելու է, մենք ուրեմն անգլերեն ասենք, որպեսզի pro-freedom, pro-justice եւ pro-rule of law։ Սա է մեր ուղերձը եվրոպական քաղաքական հանրությանը։ Հայաստանի ընդդիմություն առնվազն հանրապետական կուսակցությունը pro-freedom-ա, pro-justice-ա եւ pro-rule of law-ա։ Մնացած ամեն ինչը Կրեմլի ագենտ, 5-րդ շարասյուն, ես իմ եռագլուխ, քառագլուխ, անգլուխը խոսում է, երկիր անգլուխ թողած մարդը գլուխներ է հաշվում։ Ինչևէ,
Ուզում եմ ասեմ, որպեսզի զերծ մնալ գեոպոլիտիկ շարժումներից, նորից կրկնեմ, սա եվրոպական արժեքների վերաիմաստավորման հնարավորությունն է եւ այդ արժեքների համար, իրական արժեքների համար պայքար է ազատության, ժողովրդավարության, արդարության, օրենքի գերակայության եւ մնացածի համար եւ ոչ թե որևէ մեկի, այսպես ասած, ագենտություն։